Անցյալ անգամ մենք խոսեցինք նախաստեղծների անկման և սկզբնական մեղքի մասին։ Անցյալ հաղորդման էական կետերը հետևյալն էին. Առաջին. ըստ եկեղեցու հայրերի, մարդը Աստուծո կողմից արարվել է սրբության մեջ, Աստուծո շնորհով աստվածանալու և փառավորվելու համար։ Մարդը արարված լինելով Աստուծո հետ նվիրական միության մեջ պետք է արժանանար ավելի մեծ պատվի, սակայն մարդն իրեն շնորհված ազատ կամքով խզեց Աստուծո հետ իր հավիտենական ուխտը և մասնակից դարձավ հրեշտակային ուժերից մեկ դասի ապստամբությանը Արարիչ Աստուծո դեմ։ Երկրորդ. Աստվածաշունչ Մատյանը ներկայացնում է այս առաջին պատվիրանազանցության հետևանքները։ Ադամը և Եվան կորցրեցին իրենց նախաստեղծ սրբությունը և արդարությունը։ Նախաստեղծները զրկվեցին Աստուծո հետ լինելու կատարյալ երանությունից, արտաքսվեցին դրախտի փափկությունից և օտարացան Աստծուց։ Երրորդ. պատվիրանազանցությունը կործանարար ազդեցություն ունեցավ մարդկային կյանքի բոլոր ոլորտների վրա։ Հոգու և մարմնի ներդաշնակ փոխհարաբերությունը, որ մարդն ուներ սկզբնական վիճակում, ենթարկվեց վտանգավոր աղավաղումների։ Մարդը դատապարտվեց ապականության և հող դառնալու, որից և ստեղծված էր։ Սկսվեցին տիեզերական ապականության և քայքայման համընդհանուր պրոցեսները։ Առաջին մեղքը, որ մարդու կողմից Աստուծո սիրո մերժումն էր, մարդկանց հոգիներում արթնացրեց ատելության դիվային հոգին, և Կայենով մարդկային պատմության մեջ մտավ եղբայրասպանության սոսկալի մեղքը։ Չորրորդ. ադամական մեղքի պատիժը վերաբերում է ոչ միայն նախաստեղծներին, այլ մարդկային բնությանն առհասարակ։ Բոլոր մարդիկ ծնվում են ադամական մեղքով, որը սակայն սրբվում է մկրտությամբ։ Քրիստոս ազատագրեց մեզ մեղքի ու մահվան դատապարտվածությունից։ Հիսուս Քրիստոս, Աստուծո մարմնավորված Որդին, նոր Ադամն է, որ ազատագրեց մեզ հին Ադամի անեծքից։ Քրիստոսի հրաշափառ հարությունը հաղթանակն է մահվան իշխանության վրա։ Նախորդ 28 հաղորդումների ընթացքում մենք ներկայացրեցինք դավանաբանության առաջին երկու մասերի ընդհանուր ուսուցումը, որոնք խոսում են Աստուծո և արարչագործության մասին, և ընդհուպ մոտեցանք դավանաբանության երրորդ մասին, որ կոչվում է փրկագործություն։ Անցյալ 3 հաղորդումները Աստուծո նախախնամության և նախաստեղծների անկման մասին ըստ էության մուտքն էին փրկագործության թեմայի։ Փրկագործությունն իր հերթին ևս բաժանվում է 3 մասերի։ Փրկագործության առաջին և կարևորագույն մասը քրիստոսաբանությունն է, այսինքն, թե ինչպես պետք է խոստովանել մարմնավորված Աստուծո Որդուն Հիսուս Քրիստոսին։ Փրկագործության երկրորդ մասը, որ կոչվում է Սուրբ Հոգու տնօրինություն և եկեղեցի, Հիսուս Քրիստոսի փրկագործության շարունակության մասին է հոգեգալուստից մինչև շարունակական ներկա։ Իսկ երրորդ մասը, որը կոչվում է վախճանաբանություն, գալիք իրադարձությունների մասին է։ Դավանաբանության առանցին մասեր են կազմում նաև Սուրբ Հոգու տնօրինության և եկեղեցաբանության մաս կազմող մի շարք կարևոր խնդիրներ, ինչպիսիք են շնորհը, եկեղեցու սրբազան խորհուրդները, ծիսական աստվածպաշտությունը, աղոթքը և այլն։ Այս ամենին մենք մանրամասնորեն կանդրադառնանք հաջորդ հաղորդումների ժամանակ։ Այսօր մենք կխոսենք Աստուծո կողմից մարդկային ազգի փրկագործության նախապատրաստության մասին։ Այս մասին է խոսում Պողոս առաքյալը Եփեսացիներին ուղղված թղթի առաջին գլխում։ Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ օրհնեց մեզ ամենայն հոգևոր օրհնությամբ ի Քրիստոս։ Նա ընտրեց մեզ նախապես մինչև աշխարհի արարումը, լինելու սուրբ և անարատ նրա առջև սիրով։ Նախասահմանեց մեզ համար որդեգրություն Հիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իր կամքի հաճության, և ի գովեստ իր շնորհի փառքի, որով ուրախացրեց մեզ իր սիրելիով, որով և ունենք փրկություն նրա արյան միջոցով,
եւ մեղքերի թողություն ըստ իր շնորհի մեծության, որը եւ շատացավ մեր մեջ ամենայն իմաստությամբ եւ գիտությամբ։ Նա մեզ ցույց տվեց իր կամքի խորհուրդը ըստ իր հաճության, որը նախապես հաստատեց Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի երբ գա ժամանակների լրման տնտեսությունը, ամեն ինչ բովանդակի Քրիստոսով, որ երկնքում է եւ որ երկրի վրա։ Ըստ առաքյալի Հիսուս Քրիստոսով փրկagorցությունը մարդկանց նկատմամբ Աստուծո անսահման սիրո արտահայտությունն է։ Եփեսացիներին ուղղված թղթի 2-րդ գլխում առաքյալը շարունակում է այս մասին. Այլ Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր մեծ սիրո պատճառով, որով սիրեց մեզ, մինչդեռ մեռած էինք մեղքերի մեջ, կենդանացրեց մեզ Քրիստոսով։ Փրկagorցության հիմքում դրված սիրո մասին առանձնահատուկ խորությամբ է խոսում Հովհաննես Ավետարանիչը։ Հովանու Ավետարանում ասված է, քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց, որպեսի ով նրան հավատում է չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը։ Նույն միտքն է արտահայտում նաև Հովհաննես Ավետարանիչը իր առաջին ընդհանրական թղթի 4-րդ գլխում։ Սրանումն է սերը, ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ եւ առաքեց իր որդուն մեր մեղքերի քավության համար։ Ուստի սիրենք Աստծուն, որովհետև նախ նա սիրեց մեզ։ Պողոս առաքյալը Եփեսացիներին ուղղված թղթում խոսում է նաև ժամանակների լրումի մասին։ Այս մասին է ասում նա նաև Գաղատացիներին ուղղված թղթում։ Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր որդուն, որը ծնվեց կնոջից եւ մտավ օրենքի տակ, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք։ Որն է ժամանակների լրումը, որը սահմանված էր փրկագնման գործի համար։ Պողոս առաքյալի Գաղատացիներին ուղղված թղթից վկայակոչած հատվածին նախորդող համարում առաքյալը Փրկչի Գալստյանը նախորդող ժամանակի մասին խոսում է այն անվանելով այնպիսի մի ժամանակ, երբ մենք դեռ երեխա էինք։ Այսպիսով նա 5 տակարանի ժամանակաշրջանը անվանում է մանկության կամ դաստիարակության, Մովսեսի օրենքով մանուկների առաջնորդության ժամանակաշրջան։ Փրկչի Գալստյամբ մանկության ժամանակաշրջանը ավարտվեց։ Այս նախապատրաստական շրջանի նշանակությունը մենք կարող ենք հասկանալ առաջնորդվելով անառակ որդու մասին առակով։ Հայրը տխրում է, երբ իր սիրելի որդին լքում է հայրենի տունը։ Սակայն չոտնահարելով որդու արժանապատվությունն ու ազատությունը նա սպասում է մինչև նա, կրելով սատանայի փորձություններն ու դառնությունները, կարոտի իր հայրական տան բարեկեցությունը եւ բացի իր հոգին հոր սիրո համար։ Սա վերաբերում է նաև ամբողջ մարդկային ազգին։ Աստվածային սիրո նկատմամբ մարդկության կարոտն արտահայտված է Սաղմոսերգուի հետևյալ խոսքերում. Իմ հոգին հողի պես ծարավ է քեզ։ Մարդը ճաշակելով Աստծուց օտարանալու դառնությունը դարձել է ծարավ հող։ Աստված պատվիրանազանցությամբ իրենից հեռացած մարդկությանը չզրկեց իր արարչական խնամքից, չլքեց մահվան ստվերներում եւ երկրավոր կյանքի տրտմությունների մեջ, խոստանալով փրկել մարդուն եւ ազատել մեղքի ու մահվան իշխանությունից։ Այս խոստման պատմությունը ներկայացնում է մեզ 5 տակարանը, որը նոր ուխտի ստվերակերպ պատմությունն է։ Մեղքի մեջ ընկնելու պահից իսկ Աստված առաջնորդում է մարդուն դեպի ապագա փրկություն։ Ջրհեղեղի միջոցով կասեցնելով մարդկության հանցագործությունները, Տերը ընտրեց նախ Նոյի սերնդին, որն իր ընտանիքով փրկվեց ջրհեղեղից,
պահպանելու համար ճշմարիտ հավատքը մեկ Աստուծո, ինչպես նաև սպասվող Փրկչի նկատմամբ։ Առաստված հավատքի ուխտը վստահվեց Աբրահամի սերունդներին, որոնց Աստված ազատեց ստրկությունից, պահպանեց անապատում, բնակեցրեց մի երկրում, որտեղ մեղր ու կաթ էր բխում։ Աստված Մովսեսի միջոցով նրանց տվեց օրենքի ուխտը։ Նա նրանց մոտ ուղարկեց դատավորներ, մարգարեներ, զգուշացրեց նրանց, պատժեց նրանց ու կրկին գթած դուրս հանելով Բաբելոնյան գերությունից։ Եվ վերջապես նրանց իսկ միջից պատրաստեց մի ընտրյալի, որը դարձավ Աստուծո որդու մայրը։ Փրկչի ընդունման նախապատրաստությունը արտահայտված է նախ Աստուծո խոստումով եւ ապա նրա գալստյան մասին մարգարեություններով։ Աստուծո խոստումը սկսվեց նախ դրախտում։ Օձին ուղված Տիրոջ խոսքերը, որ վերաբերում են կնոջ սերնդին, ունեն խորհրդական նշանակություն։ Թշնամություն պիտի դնեմ քո եւ այդ կնոջ միջև, քո սերնդի եւ նրա սերնդի միջև։ Նա պետք է ջախջախի քո գլուխը եւ դու պետք է խայթես նրա գարշապարը։ Մարգարեությունների բազմանալով առավել հստակվեց, որ կնոջ սերնդին տրված խոստումը Փրկչի մասին է, որը պիտի համբերեր սատանայի հասցրած չարչարանքներին եւ իր հրաշափառ հարությամբ պիտի ոտնակոխ աներ նրան։ Այնուհետև խոստում տրվեց Աբրահամին. քո սերնդի շնորհիվ պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ազգերը։ Այս խոստումը տրվում է նաև Իսահակին եւ Հակոբին։ Դրա իրական նշանակությունը հրեաների համար աստիճանաբար բացահայտվում է նրանց գերության եւ այլ դժբախտությունների ընթացքում։ Սիրելիներ, Նոյին, Աբրահամին եւ մյուս արդարներին տրված փրկության խոստումը նաև մեզանից յուրաքանչյուրի համար է։ Ժամանակակից հոգեզրկվող աշխարհում մարդու հոգին հայտնվել է խորը կրոնական ծարավի մեջ։ Որքան շատ ենք հեռանում Աստծուց, այնքան այդ ծարավը ավելի է սաստկանում։ Ուրեմն չսպասենք մինչև իսպառ չորացում, այլ մոտենանք կյանքի աղբյուրին, Աստծուն, եւ հագեցնենք մեր հոգիները նրանից բխող կենդանի վտակներով։